Հայաստանում խորհրդարանական ընտրությանն ընդառաջ քաղաքական դաշտը կրկին կենտրոնացել է տնտեսության վերաբերյալ մեծ խոստումների վրա։ Տարբեր ուժեր առաջարկում են զարգացման միմյանցից էապես տարբերվող մոդելներ։ Իշխանությունը տնտեսական զարգացման հիմքում դնում է ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ տեխնոլոգիական աճը, շարունակ պնդելով, թե իրենց կառավարման 8 տարիներին Հայաստանի տնտեսությունն էականորեն աճել է։ Թեպետ ԿՊ-ն իր նախընտրական ծրագրում գրել է, թե պետության զարգացման հիմքը զարգացած տնտեսությունն է, այդուամենայնիվ քարոզարշավի երկրորդ շաբաթն է, բայց այս ուժն իր քարոզարշավի ընթացքում չի խոսում տնտեսական զարգացման մասին։ Փոխարենը պատմում է, թե որ գործարանն ում ձեռքից է վերցնելու կամ պետականացնելու։ Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանը տնտեսական զարգացման իր պատկերացումներում առաջնահերթ է համարում բիզնեսի խթանումն ու գյուղատնտեսության զարգացումը։ Կուսակցությունն առաջարկում է փոքր եւ միջին բիզնեսի համար հարկային բեռի թեթևացում, գյուղատնտեսական պետական աջակցության ընդլայնում, ինչպես նաեւ ներդրումային արտոնություններ։ Մասնավորապես մրցունակ տնտեսություն եւ բարենպաստ հարկային միջավայր, որը իր մեջ ներառում է վարկային գերության ու բանկային ռեկետի բացառում, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն եւ սոցիալական համերաշխություն։ Հայաստան դաշինքի մոտեցումը առավել պետականակենտրոն է։ Ծրագրում առանձնահատուկ տեղ ունի արդյունաբերության վերականգնումը, պետական վերահսկողության ուժեղացումը, ռազմավարական ոլորտներում, նաև էներգետիկ համակարգի նկատմամբ պետական դերակատարության մեծացումը։ Դաշինքը կարևորում է նաև գյուղատնտեսության պետական աջակցությունը եւ տնտեսական կապերի խորացումը ԵԱՏՄ երկրների հետ։ Մենք իրոք թռիչքաձև աճ ենք ունենալու եւ ձեր կյանքի որակը շեշտակի փոխվելու է եւ ամեն տարի դուք դա զգալու եք։ Ուժեղ Հայաստան քաղաքական ուժը տնտեսական զարգացման հիմքում դնում է արտադրական տնտեսության վերականգնումը, ծրագրում շեշտվում է տեղական արտադրության խթանումը, էներգետիկ ինքնաբավության բարձրացումը, փոքր եւ միջին բիզնեսի աջակցությունը եւ աշխատատեղերի ստեղծումը, հատկապես մարզերում։ Ուղերձը կենտրոնանում է այն գաղափարի վրա, որ տնտեսությունը պետք է ծառայի երկրի ինքնաբավության եւ երկարաժամկետ կայունության ապահովմանը։ Մեր տնտեսական ծրագրի առաջի քայլը դա աշխատատեղեր ստեղծելն է եւ ոչ թե ամբողջությամբ գործազրկությունը հաղթելը, որը ռեալ կարճաժամկետ այդքան չէր, 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Ընդհանուր առմամբ քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերը ցույց են տալիս զարգացման տարբեր մոտեցումներ տեխնոլոգիական արդիականացումից մինչև արդյունաբերական վերածնունդ եւ պետականակենտրոն տնտեսական մոդելներ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։